Մարմարիկ գյուղում արդեն 17-րդ օրն է շարունակում են 2 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։ Այսօր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները կրկին սկսել են Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կիլոմետրանոց անտառում։ Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները, սակայն թե երեխային, թե կասկածելի իր մինչ այս պահը չի հայտնաբերվել։ Փաստինֆոյի հետ զրույցում որոնողական աշխատանքներին մասնակցող փրկարարներից մեկը պատմել է, որ որոնումները ակտիվորեն կշարունակվեն մինչև հրամանատարների որոշումը։ Նույն կազմով ներգրավված են փրկարարներ, ինչպես առաջին օրերին ներգրավված են եղել, նշել է փրկարարը, ավելացնելով, որ որոնումները կատարվում են բոլոր ուղղություններով, տեղադրված են ցանցեր, որոնք օրը 2 անգամ բարձրացնում և ստուգում են։ Հնարավոր է գետը ուժեղանա, բերի ու մենք կարողանանք նկատել, նշել է նա, ընդգծելով, որ 12 տարվա իր աշխատանքային փորձի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ որոնումները նման երկար ժամանակ են տևում։ Այսօր Փաստինֆոյի հետ զրույցում փոքրիկի անհետացման վերաբերյալ իր մտահոգություններով կիսվել է նաև 2-ամյա Տիգրանի հայրը Արթուր Մանուկյանը։ Նրա խոսքով չնայած փրկարարները ջանքեր են գործադրում որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում և Հայաստանի այլ տարածքներում, մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։ Նա ընդգծել է, որ գետից տարբեր կենդանիների դիեր են դուրս բերվել, սակայն իր որդու հետքը չկա։ Ոչ մի հետք չկա այս ջրից, ինչ ասես հանել են՝ կատու, գառ, հորդ, հավ, բայց փաստն այն է, որ երեխաս չկա, չկա կոշիկ, չկա շոր, իրենից ոչինչ չկա, ոչ մի վարկած էլ չեմ բացառում, կարող է տարել են, կարող է որն է, այսօր փաստը վկայում է ու ես հակված եմ նրան, որ ավելի շատ տարել են, նշել է հայրը։ 2-ամյա Տիգրանի հայրը նաև կեղծ է որակել դրամահավաքի մասին տեղեկությունները։ Չգիտեմ էդ սայթերով, յութուբով դնում են, թե ծնողներից այսքան գումար են պահանջել, դրամահավաք են անում։ Ժողովուրդ ջան, չկա նման բան, ապա տեղեկատվություն է, մի հավատացեք, ասել է Տիգրանի հայրը։ Նա նշել է նման բան լինելու դեպքում ինքն անձամբ հայտարարությամբ հանդես կգա ու խնդրել է, որ որևէ մեկը գումար չփոխանցի։ Լսել եմ, որ իբր ինչ-որ մեկը $9,000 է հաշվին գցել, մյուս կայքը 70,000 է ասում։ Նման պիղծ մարդ չեմ տեսել, իրենց էլ չեմ ցանկանա, որ տեսնեն այն ցավը, որը ես եմ ապրում, նշել է Արթուր Մանուկյանը։ Արդեն 2 շաբաթ է ողջ հանրությունը ծանոթ թե անծանոթ շնչակտուր սպասում են մեկ լավ լուրի՝ փոքրիկ Տիգրանը ողջ է։ Փրկարար ծառայության մարզային վարչության պետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռ շարունակվում են որոնողական աշխատանքները։ Վաղ առավոտից, ինչպես ամեն առավոտ, փրկարարները Մարմարիկ բնակավայրից մինչև ջրամբար իրականացնում են ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ։ Տեղում աշխատում են թե ջրասուզակները, թե նավակներով են փնտրում, թե անօդաչու թռչող սարքերով բարձրացնում։ Որոնում են ինչպես գետում, այնպես էլ հարակից բոլոր վայրերում։ Օրեր առաջ նաև մեծ խողովակ են տեսել և կասկածել, որ երեխան գուցե այդտեղ լինի։ Մեծ տեխնիկա են մոտեցրել, հեռացրել են խողովակը, սակայն ոչինչ կրկին չեն հայտնաբերել։ Մինչ այս պահը որևէ առարկա, որևէ հետք Տիգրանից չի հայտնաբերվել։ Գետի նույն հատվածը նույնիսկ մի քանի անգամ են ուսումնասիրել, սակայն որևէ արդյունք դեռ չկա։ Փրկարարների աշխատանքը դժվարացնում են տեղացած հորդառատ անձրևները, բայց չնայած դրան աշխատանքները շարունակվում են։ Ցանկացած կասկածելի իր անմիջապես նկարահանում ու հարազատներին են ուղարկում, կապի մեջ են նրանց հետ անընդհատ, որպեսզի գոնե ինչ-որ նմուշ, ինչ-որ հետք ունենան, որ հասկանան արդյոք երեխան գետում է, թե ոչ։
Մարզային փրկարարական վարչության պետը նաև տեղեկացրել է, որ գետի հատակն են տեսանկարահանել, բայց ջուրը, քանի որ պղտոր է, շառավիղը մի քիչ փոքր է, դա նույնպես որոշակի չափով խանգարում է իրականացվող աշխատանքներին։ Անդրադառնալով շրջանառվող վարկածներին, նա նշել է, որ շատ վարկածներ են ներքաշում, բոլոր վարկածները ստուգվում են ոստիկանության ծառայողների կողմից, փրկարարների կողմից, բոլոր վարկածները հետաքրքրում են իրենց։ Նշում է, որ առավել շատ կենտրոնացել են գետի վրա, քանի որ իրենց տունը գետին շատ մոտ է, և հավանական տարբերակ կա, որ փոքրիկը գետն ընկած լինի, բայց չնայած դրան, բոլոր վարկածները հաշվի առնելով իրենց գործընկերները հերթով ստուգում են։ Դիտարկմանը իսկ անտառում ստուգումներ իրականացվել են, քանի որ այն ևս մոտ է տանը, փրկարար ծառայության վարչության պետը նշել է, որ անտառում որոնողական աշխատանքները ևս իրականացնում են ու առաջին իսկ օրվանից, մինչ այս պահը որևէ տեղում որևէ հետք դեռևս չի հայտնաբերվել։ Հարակից խանութների և տների տեսախցիկները ևս չեն արձանագրել երեխայի գետն ընկնելու պահը։ Չկա ոչ մի կադր, որտեղ Տիգրանը մոտենում է գետին, այս հանգամանքը միայն խորացնում է կասկածները։ Ծնողները կասկածում են հենց այդ տարբերակին։ Տիգրանի մայրը մի քանի անգամ հստակ ասել է. «Իմ երեխան չէր կարող գետն ընկնել, նա այնքան ինքնուրույն չէր, նա վատ էր քայլում։ Ես զգում եմ, նա չի ընկել գետը»։ Այս համոզմունքը կիսում են նաև գյուղի բնակիչները, որոնք վստահ են, որ եթե երեխան դեպի գետը քայլեր, գոնե մեկը կհասցներ նկատել։ Տարածքում հնչում են վարկածներ, թե հնարավոր է երեխային առևանգել են և դուրս հանել գյուղից, ավելին, կան վկայություններ, որ դեպքից անմիջապես հետո մի քանի մեքենա արագ լքել է գյուղը, սակայն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Հետաքննությունը շարունակվում է, որոնողական աշխատանքները չեն դադարել, սակայն ամեն օր անցնում է առանց որևէ տեղեկության, ավելի է խորացնում ծնողների, հարազատների և ամբողջ ժողովրդի ցավը։ Տիգրանի հայրը Նորայրը նշում է, որ ընտանիքը դեռ հույս ունի և սպասում են հրաշքի։ Նրա խոսքով այս պահին որևէ նորություն, տեղեկություն չկա, իսկ եթե լինի ինքն անձամբ կհաղորդի։ Խնդրում եմ սուտ լուրեր չտարածեք, դրանք ցավ են պատճառում մեր ընտանիքին, վարկածները, որոնք շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում, բազմիցս նշել է փոքրիկի հայրը։ Նորայրը նշել է, որ նման ցավ չէր ցանկանա նույնիսկ այն մարդկանց, ովքեր սխալ կամ սուտ տեղեկություններ են տարածում։ Մեր հույսը միայն Աստված է, ասել է փոքրիկի հայրը, խնդրելով բոլորին աղոթել Տիգրանի վերադարձի համար։